Հովհաննես Թումանյան, Անխելք մարդը։ Ժամանակով մի աղքատ մարդ կար, որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։ Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե պետք է գնամ գտնեմ Աստծուն, տեսնեմ ես երբ պետք է բրցնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։ Ճանապարհին մի գայլ պատահեց։ Առաջ բարի, մարդ աղբեր, ուր ես գնում։ Հարցրեց գայլը։ Գնում եմ Աստծու մոտ։ Պատասխանեց աղքատը։ Դարդ ունեմ ասելու։ Դե որ գնաս Աստծու մոտ։ Խնդրեց գայլը։ Ասա, որ մի սոված գայլ կա, գիշեր, ցերեկ, ման է գալիս, սար ու ծոր, ուտելու բան չի գտնում։ Ասա, մինչև երբ պետք է սոված մնա, որ ստեղծել ես, ինչու չես կարում կերակուր հասցնես։ Լավ, ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։ Ուր ես գնում, աղբեր, հարցրեց աղջիկը։ գնում եմ Աստծու մոտ։ Երբ որ Աստծուն տեսնես, աղաչեց սիրուն աղջիկը, ասա այսպիսի մի աղջիկ կա, ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան։ Ինչ պիտի լինի նրա ճարը։ Կասեմ։ Խոստացավ ճամփորդն ու գնաց։ Պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։ Ուր ես գնում, այ ճամփորդ, հարցրեց չոր ծառը։ Գնում եմ Աստծու մոտ։ Դե կանգնիր, մի երկու խոսք էլ ես ասեմ, խնդրեց չոր ծառը։ Աստծուն կասես, այսինչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ ձմեռ չոր եմ մնում։ Երբ պետք է ես էլ կանաչեմ։ Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։ Այնքան գնաց, մինչև գտավ Աստծուն, մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր Աստվածը։ Բարի օր, ասաց աղքատն ու կանգնեց Աստծու առաջին։ Բարով եկար։ Պատասխանեց Աստված։ Ինչ ես ուզում։ Էն եմ ուզում, որ ամեն մարդ էլ հավասար աշխով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար, ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։ Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելիր։ Ասաց Աստված։ Էլ բան ունեմ ասելու, Տեր։ Ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի խնդրանքները։ Աստված բոլորի պատասխանը տվեց եւ աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։ Վերադարձին պատահեց չոր ծառին։ Ինձ համար ինչ ասաց Աստված, հարցրեց չոր ծառը։ Ասաց քո տակին ոսկի կա, մինչև այդ ոսկին չանեն, որ արմատները թողին հասնի, դու չես կանաչի։ Պատմեց մարդը։ Էլ ուր ես գնում, այ ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։ Չէ, ես ժամանակ չունեմ, շտապում եմ։ Պատասխանեց աղքատը։ Աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ, իմ բախտը գտնեմ, վայելեմ։ Ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց։ Ինչ լուր բերիր ինձ համար։ Աստված ասաց, դու պետք է քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։ Դե որ այդպես է, արի դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, թախանձեց աղջիկը ճամփորդին։ Չէ, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, Աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ եւ վայելեմ։ Ասաց աղքատն ու հեռացավ։ Ճանապարհին սպասում էր սոված գայլը։ Հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։ Աստված ինչ ասաց։ Աղբեր, Աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու չոր ծառ էլ պատահեցին։ Աղջիկն հարցեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ։ Ծառն էլ թե ինչու է գարուն համար չոր։ Աստծուն պատմեցի։ Ասաց, աղջկան ասա, իրեն համար մի կյանքի ընկեր գտնի եւ կբախտավորվի։ Ծառին էլ ասա, քո տակին ոսկի կա։ Պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին կհասնեն, որ կանաչես։
Եկա իրանց պատմեցի Աստծո խոսքերը։ Ծառն ասաց, թե արի, հանիր ոսկին տար։ Աղջիկն էլ ասաց, թե հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի, չէ, աղբեր, չեմ կարող։ Աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտս գտնեմ եւ վայելեմ։ Իսկ ինձ համար ինչ ասեց Աստված։ Հարցրեց սոված գայլը։ Դե քեզ համար էլ ասաց սոված ման կգաս, մինչև անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։ Քեզանից էլ անխելք մարդ որտեղից գտնեմ, որ ուտեմ։ Ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։